Նրանք ովքեր հետևում են իմ Facebook-յան էջին, ես հատիկ առ հատիկ խորհրդի ներքո ցույց եմ տալիս, թե մենք այսօր բազմաթիվ հազարավոր հեկտարներ անտառային հողեր ենք մենք վերադարձրել։ Հազարավոր քառակուսի կիլոմետրերով զբոսայգիների տարածքներ ենք վերադարձրել երեխաներին եւ համայնքներին։ Եվ այս process-ը եւ իմիջալոց հետաքրքիր գիտեք որն է, կան քաղաքական ուժեր եւ հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր եւ ժողովրդի հարաբերությունների միջև խնդրեմ ստեղծել համար ասում են խոստացակ թալանածը վերադարձնենք, բայց չեք վերադարձրել։ Նախ մենք վերադարձնում ենք եւ կվերադարձնենք, բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, իրանք գալիս են ձեր մոտ ասում են, տեսեք դրանք թալանածը չեն վերադարձրել մեր մասին, բայց իրանցից ոչ մեկը չի ասում, իրանցից ոչ մեկը իր ծրագրի մեջ չի գրել, որ ինքը կվերադարձնի։ Այսինքն իրանք ուզում են թեման փակեն, թեման ջրեն, գցեն, հիասթափություն առաջացնեն։ Եվ մի հատ էլ երեք նայում եմ, երեք ես մի հատ սկսել են պատերազմի եւ իսկ ինչու մենք այսօր ժողովուրդը շատ հարց է բարձրացնում։ Շատ հիմնականում նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության կամ եռագլուխ մաֆիային, ասում են դրանք քիմիչը հիմա պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նախ ուզում եմ ասել, որ ապօրինի գույքով եւ մյուս process-ներով իրանք բոլորը դատի մեջ են իրականում այսօր process-ը։ Ռոբերտ Քոչարյանն էլ է դատի մեջ, Սերժ Սարգսյանն էլ է դատի մեջ եւ էլի ուրիշ, Դե գիտեք ինչի է տենց, ասում եմ, որովհետև Ժողովուրդ ջան 2018 թվականից մենք ոչ թե մի, այլ 23 ճակատով ենք կռիվ տվել, 23 ճակատով կռիվ ենք տվել, ներսի եւ դրսի 23 ճակատով կռիվ ենք տվել, մենք կռիվ ենք տվել, այսօր մենք ասում ենք եռագլուխ կուսակցություն, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ, եւ այսօր մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն կամ եռագլուխ մաֆիա 2018-ին այդ մաֆիան 23 գլուխ է ունեցել։ Այդ 23 գլուխները հերթով սենց կտրելով եկել ենք տակը մնացել է 3 գլուխ։ Եվ առաջիկա ընտրություններում մենք իրար հետ պետք է այդ 3 գլուխը կտրենք։ Այս է մեր խնդիրը։ Եվ սա, այսօր ինչ որ տեսնում եք պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ եռագլուխ մաֆիան, այսօր եկեք տենանք ինչ է, դա ըստ էության նախկին իշխանության կոալիցիան է, ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, հանրապետական կուսակցությունն է, հանրապետականը բաց աջակցել է եւ ուժեղ Հայաստան կուսակցության բանի ընտանիքը հանրապետական խմբակցության կալուգացի օլիգարխի եղբայրը եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար երկար տարիներ եւ մի հատ էլ գլուխ են գովում մի անգամ որ ես խոսել էի ասում են այ դուք մեր բարեգործությունը պարզվում է Սևանի մասնավորապես համենայնպես իրանք տենց են ասում չեմ էլ հետաքրքրվել ինձ տենց շատ հետա Սևանի ընկեցավայրը որտեղ հիմա մեր տիրապետության տակ է պարզվում է իրանք են սարքել անը դրել են բարեգործություն պատկերացնում եք ասենք երկրի հիմա մեկը Հայաստանի Հանրապետություն ինձ համար բարեգործություն անի բռնի ինձ համար ասենք ենթադրենք բան կառուցի մի $5 միլիոն տունասի դե բարեգործություն եմ անում ու դրանք ընդհանրապես բարեգործության թեման շատ էական է այսօր օլիգարխներ կան բարեգործի տրամաբան այդ մարդը բոլորիցս հոսանքա գողացել ավել փող գրել է ամբողջ հանրապետության վրա այդ մարդիկ հայրենասիրությունից են խոսում ուրեմն զորաբասի մանկապարտեզի չգիտեմ պետական հիմնարկների անհատների վրա հենց կալուգացի օլիգարխը ավել հոսանքի գումարները ավել գրել են փողները դրել գրպանները ինչ բարեգործություն նույն եւ բանի Սերժի համար դղյակներ են կառուցել այդ է դրած բարեգործությունը նույնն էլ վերաբերվում է բանին մյուս Բելարուսամետ օլիգարխին հետո գործեր կան քննվում են եւ կքննվեն որևէ մեկը ես ձեզ 100%-ով ասում եմ այդ օլիգարխներից որևէ մեկը
իրա գողացածի եւ կալուգացի եւ բելարուսամետը իրա գողացածի 5%-ը չի տվել թեկուզ տուկի թելի կամ բրնդի ձևով հիմա նրանք այդ կանալից են զրկվել 6.6 միլիարդը որի մասին ես ասում եմ